Բարև ձեզ, հայկական ընտրության քննարկումների հարթակում շարունակում ենք զրույցները Արմեն Աղայանի հետ, բարև ձեզ պարոն Աղայան, այսօր որոշեցինք անդրադառնալ այն հիմնական առարկություններին, կամ առաջարկություններին եւ առարկություններին, որոնք այս ընթացքում, այս մեր նախորդ եթերների ընթացքում եւ անձնական զրույցների եւ սոցիալական էջերի միջոցով ուղարկել եք մեզ եւ փորձենք կետարկետ անցնել դրանց վրայով փորձելով բացատրել կամ ներկայացնել թե ինչպես է նախընտրությունը լուծում այդ խնդիրները, որոնց դուք անդրադարձել եք եւ պարոն Աղայան առաջին հիմնական առարկությունը, որ նախընտրությունը չի ապահովի անհրաժեշտ կուռ թիմային միջավայր, որովհետև բոլորը իրար հետ բանավիճում են, մրցակցությունը եւ այդտեղ թիմ չի դառնա։ Այս քննադատությունը գալիս է մեր ըստ էության օբյեկտիվորեն առկա, բայց սխալ պատկերացումներից, թե ինչ է նշանակում քաղաքական թիմը։ Քանի որ Հայաստանում բոլոր քաղաքական թիմերը գերակշիռ մեծամասնությամբ դրանք հաճախորդային բնույթ են կրում, թիմի առաջնորդի համար շատ կարևոր է անձնական հավատարմությունը, շատ կարևոր է, որ իրեն չքննադատեն, որտեղ ինքը կկորցնի վերահսկողությունը թիմի նկատմամբ, չէ, որ ինքը փող է ջարել կամ իր գրպանից է դրել, ինքը որոշել է ինչն է ճիշտ, ինչը սխալ, մյուսները կոչված են միայն իրեն աջակցելու, միգուցե առաջարկներով հանդես գալու։ Եթե համաձայն չես գնա։ Եթե համաձայն չես, ուրեմն պետք է գնաս, ընդ որում որևէ պարագայում ինքը չպետք է գնա, պետք է մյուսները գնան, որովհետև դա իրանն է։ Դեմոկրատիա փորձել են խաղալ շատերը, օրինակի համար, ասենք, եկեք Ռաֆու Հովհաննիսյանի տարբերակը, ասենք, դիտարկենք, նա բազմիցս չի ընտրվել իր որոշմամբ, չի ընտրվել ժառանգության նախագահ, բայց անգամ այդ պահերին բոլորը հասկանում էին, որ ժառանգությունը դա Ռաֆին է եւ Ռաֆին դա ժառանգությունն է, որովհետեւ առանց Ռաֆու ժառանգությունը չէր լինի, իսկ առանց ցանկացած ուրիշ անդամի, այդ թվում իրենց ամբողջ ղեկավար կազմը եթե դուրս գար, միևնույն է Ռաֆին ժառանգությունով կմնար։ Այս սխեման աշխատում է բոլորի դեպքում եւ անգամ եթե առաջնորդը մեկը չի, այլ մի փոքր խումբ են եւ իրենք են փորձում իրենց շուրջ մարդ հավաքել, անգամ այս դեպքում է աշխատում, ուղղակի քանի դեռ այս խումբը չի կռվել, իրար մեջ չեն վիճել, նրանք դեռ կարողանում են կոլեկտիվ առաջնորդ հանդես գալ, մնացած դեպքերում արդեն ոնց որ միայն։ Ես օրինակ մեր քաղաքական պատմության մեջ չեմ հիշում այդպիսի բան դեպքեր, որ իրար հակադրվելուց հետո մնան թիմ։ Եթե քննադատում են, անպայման դա հետո պարակտվում է, նման բազմաթիվ դեպքեր տեսանք։ Եվ այս հիմա գանք այդ հարցին, իսկ ի՞նչ է նշանակում կուռ թիմ, ընդհանրապես ի՞նչ է նշանակում կուսակցական թիմ, քաղաքական թիմ։ Եթե քաղաքական թիմում բոլորը համակարծիք լինեն բոլոր հարցերով, դա չի լինի թիմ։ Դա կլինի մի փոքր խմբակ, որ իրար հետ շատ մերվելով համակարծիք է դարել բոլոր հարցերի վերաբերյալ։ Դա էլ երևութական է, որովհետև կեսից կարող է պարզվի, որ մեկը լավ չի հասկացել, մեկը ուրիշ բան է նկատի ունեցել, կամ հանգամանքները փոխվել են եւ ինքը արդեն տեսակետն է փոխել։ Իրական քաղաքական կառույցը անպայման պետք է լինի բազմաթափ։ Եթե իհարկե հավակնում է մտնել խորհրդարան, դառնալ կառավարող կուսակցություն, նա պետք է լինի բազմաթափ։ Բազմանդամությունը ի սկզբանե բացառում է միակարծությունը։ Բազմանդամությունը ի սկզբանե բացառում է կուռ թիմ լինելը։ Այստեղ շատ հետաքրքիր մի դիտարկում կա հայկական քաղաքական մշակույթից, դա սփյուռքյան կուսակցությունները, հատկապես հեղափոխական տիպի կուսակցությունները, կոնկրետ կարող ենք Դաշնամության անունը տալ որպես օրինակ, իրենց մոտ ինչպես է աշխատում մեխանիզմը։ Մենք քննարկում ենք բոլոր հարցերով, կարող ենք վիճել, հայհոյել իրար, չգիտեմ, շատ բուրըն, այսպես քննարկումներ ունենալ, բայց երբ որ գոնե մեկ ձայնի առավելությամբ որոշում կայացրեցինք, ուրեմն բոլորը պարտավոր են կատարել։ Անգամ ունեն դաստիարակչական այսպես ծրագրի մեջ մի հետաքրքիր դրվագ են պատմում երիտասարդ կուսակցականներին, որ այս ինչ տեղում Ռուբենի հուշերում գրված է, որ ինչ որ երկու հոգի կոմիտեի քննարկումների ժամանակ դեմ են եղել ինչ որ մի որոշման,
կարծում եմ որոշումը ահաբեկչական տիպի որոշում էր, հիմա լավ չեմ հիշում, բայց ինչ որ մի որոշման դեմ են եղել, կտրականապես դեմ են եղել եւ կոմիտեն որոշել է, որ հենց նրանք պետք է դա իրականացնեն եւ նրանք գնացել խելոք իրականացրել են այդ կոմիտեի որոշումը, որին իրանք կտրականապես դեմ են եղել։ Սա տեղին է, եթե դու իսկապես հեղափոխական կազմակերպություն ես, ընդհատակյա կազմակերպություն ես եւ դու ինչ որ շատ ուժային պայքարի մեջ ես, բռնապետական ինչ որ մի համակարգ ես, սա հասկանալի մոտեցում է։ Ժամանակակից քաղաքական ազատ դեմոկրատական պայմաններում նման սկզբունքով գործելը անհեթեթություն է։ Ավելին, երբ որ դու դնում ես ներքին քննադատության հրապարակայնացման արգելքը, այսինքն ներսում կարող եք քննադատել, բայց դրսում համաձայն չեք կեղտոտ լվացքը դուրս չան։ Սա չի ուժեղացնում, սա թուլացնում է, որովհետև դրանից հետո այս կազմակերպություն գալիս են միայն մարդիկ, ովքեր ի սկզբանե համաձայն են արկա տեսակետների հետ, ղեկավարության տեսակետների հետ, եւ դա թուլացնում է ներքին քննարկումը։ Ապագայում այդ կազմակերպությունում մտածող մարդիկ չեն գալիս, եւ որ մեկն էլ պատահական գալիս է տեսնում է բոլորը այստեղ մեծամասնության կողմից է եւ մենակ ինքն է փորձում առարկել, կամ թողում գնում է, կամ ինքն էլ դառնում է այդ մեծամասնությունից մեկը։ Կամ հեռացնում են։ Կամ հեռացնում են, եթե բանը հասնում է դրան։ Հետեւաբար քաղաքական թիմը դա բազմակարծիք թիմն է։ Այսինքն սխալ է այն ենթադրությունը, թե թիմը պետք է կուր լինի այն իմաստով, որ շատ միատարր է։ Ոչ, ցանկացած քաղաքական միավորում դա համաձայնություն է, դա կոնսենսուս է, դա փոխզիջում է, դա ամեն հարցի քննարկում է տարբեր տեսակետներից եւ հենց կոնկրետ հարցի դեպքում համաձայնության գալ է։ Հետեւաբար քաղաքական լավ թիմը դա բազմակարծիք թիմն է եւ եթե մենք մեր ընտրության արդյունքում կուսակցության մեջ արկա ենթագաղափարական ֆրակցիաները դրանց չի կարելի առանձին գաղափարական ուղղություն համարել, դրանք ենթագաղափարական ուղղություններ են, որոնք մարտավարության վերաբերյալ կոնկրետ հարցերի լուծումների վերաբերյալ կարող են ինչ-որ տարբերակումներ ունենալ, եթե նրանք ներկայացված են, այ հենց դա է այն արդյունավետ քաղաքական թիմը, որը կարող է հանրային մեծ աջակցություն ապահովել եւ հաղթական ոչ միայն հաղթել այդ ընտրություններում կամ իշխանափոխության հասնել, ընդդիմությունափոխության հասնել, այլև պետական կառավարման ժամանակ adekvat որոշումներ կայացնել, որովհետև երբ որ այդ կուր թիմը ինքը անգամ սխալ բան է մտածում, չկա մեկը, որ նրան կողքից ասի դա սխալ է, այսինքն անսխալականության զգացումը ինքնավստահ ձևով իրար հետևից սխալ որոշումներ կայացնելը հանգեցնում է ճգնաժամի։ Օրինակի համար եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի կողքը մեկը լիներ ու ասեր եղբայր Արցախը անկախացնելու քաղաքականությունը սխալ է, չէ որ Արցախը Հայաստանի մաս է եւ կարողանար դա հիմնավորել, հավանաբար մենք այսօր Արցախը կորցրած չլինենք։ Բայց այդ մարդիկ ընքան էին համոզված իրանք ճշմարտության մեջ եւ ընքան էր բացակայում այդ քննարկման մթնոլորտը եւ հետագայում կրթությամբ տարբեր ձևերով մարդկանց դա պարտադրեցին ամբողջ երկրի մասշտաբով, ասում կուսակցության մասշտաբով էլ չեմ ասում եւ դա դառավ այսպես հիմնական գիծ, որը արդեն մյուսները մարգինալ են, հա, դրա համեմատ եւ կուսակցությունների մեջ այդպես պետք է չլինի, բոլորը պետք է կարողանան խոսել։ Ну, բայց մյուս դեպքում դա չի թույլատնում արդյոք ոնց որ դուրս է գալիս, որ գնում ես պայքարի մեկ այլ թիմի դեմ, որը ավելի կուռ է եւ իրանք մի հստակ գծված մարտավարությունով են գնում, իսկ այստեղ տարբեր մարդիկ, տարբեր մոտեցումներ ու անհասկանալի ինչ որ իրավիճակներ չի առաջացնում։ Նախ այդպես չի որ նրանք տարբեր նույն մարտավարությամբ են գնում, իսկ այստեղ տարբեր մարտավարություններով են գնում, այստեղ գնում են կոնսենսուսային մարտավարությամբ, դա տարբեր չի, դա էլի մեկ մարտավարություն է, որը կոնսենսուսի շնորհիվ ավելի որակյալ է, այսինքն մարդիկ կարող են համաձայնվել միայն որակյալ որոշման շուրջ, եթե կա անհամաձայնություն, նշանակում է դեռ բավականաչափ այդ հարցը բոլոր տեսանկյուններից չի քննարկվել։ Հասկանում ենք, չէ՞ որ մարդիկ տարբեր նպատակներ չունեն, եթե նույն թիմի մեջ են։ Մարտավարական հարցերի վրա նշանակում է բավականաչափ քննարկվել է, որ հանգել են կոնսենսուսի։ Եվ սա հենց բազմաթև, բազմաֆրակցիոն թիմի շուրջնորքն է, որտեղ հնարավոր է հանգել որակյալ որոշման։ Այն մյուս տեղում հանգել են առաջին պատահական որոշմանը, որը անցել է այն թիմի առաջնորդի գլխով, մյուսները համաձայնվել են միանգամից, որովհետև շեֆն է ասում։
կամ շեֆը համաձայնվել է այս մի առաջարկողի հետ, ուրեմն վերջ դրա վրա կնիք է դրված, եւ բնականաբար այդ որոշումը ավելի անորակ է եւ համապետական ընտրություններում այս որոշումների բախման ժամանակ հավանականությունը, որ կոնսենսուսով կայացված որոշումը, երկար քննարկված որոշումը ավելի լավ կընկալվի հանրության կողմից, շատ ավելի մեծ է, քան այն մյուս որոշումը, որը ուղղակի մեկի մտքով անցել է։ Երևի դրա ավանդույթները, որ չկա, չենք տեսել, մեր համար մի քիչ տարօրինակ է հնչում, որ կարող է այդպես բազմակարծություն լինի ու այդ բազմակարծության մեջից ծնվի իրոք այդ ճշմարտությունը, սովորենք ավելի շատ հակված ենք մտածելու, որ պետքա մեկը լինի, որը ուժեղ ձեռքով ձեռք խփի սեղանին։ Բողոքում ենք, որ վարչապետը դա պետ է կամ, չգիտեմ, նախագահան դա ամբողջ իշխանությունը իր ձեռքն է, մեր հոգեբանությամբ է այդ իրավիճակը ձևավորվում, հա, ոնց որ դա ամենը հանգամանքները մեր վրա են ազդել, մենք էլ հիմա ձևավորում ենք ապագայի։ Մենք էլ պահանջում ենք նաև, այո, ցանկացած խնդրի լուծում ենք, ասում ենք, բա նախագահը կամ վարչապետը, այո, մի տեսակ բան ենք ուզում ենք լինի մեկը, որը որ բոլոր հարցերը ինքը տնօրինի, բայց պետության մեջ չգիտես, ինչի ուրիշ բան ենք ուզում, այդպես չի լինում։ Թե պետության մեջ էլ ենք այդպես ուզում, դատարանը լավ չի աշխատում, ասում ենք վարչապետն է մեղավոր, օրենսդիրը լավ չի աշխատում, ասում ենք վարչապետն է մեղավոր ու իրականում համակարգը հենց այդպես է կառուցված, երևի դրանից էլ ելնելով ուզում ենք ուղղակի խոսքով ասում, հա, այս ամբողջ իշխանությունը ձեռնա, դա քննադատում։ Բայց իրականում, այո, եթե այդպես չի, մենք չենք էլ վստահում այդ կառույցին, ասում ենք, բա դու էլ ինչ։ Եթե մենք նայենք, ասենք, այլ ժողովրդավարություններին, մենք տեսնում ենք, որ համարյա բոլոր դեպքերում կառավարությունները դրանք կոալիցիոն բնույթ են, հա, սա նույնիսկ նույն կուսակցության ֆրակցիաները չեն, այլ բոլորովին տարբեր կուսակցություն գալիս են ինչ-որ համաձայնության, որպեսզի կառավարություն ձևավորեն։ Ինչու դա չի կարող լինել քաղաքական դաշտի մի հատվածում, որտեղ կան ինչ-որ ֆրակցիաներ։ Մեխանիզմը նույնն է, վերևից ներքև այդ նույն մեխանիզմով է ձևավորվում։ Եվ դու չես կարող մեծ կառույց դառնալ, ինստիտուցիոնալ կուսակցություն լինել, ոնց որ ասենք եվրոպական կամ ամերիկայի դեպքում ավելի ցայտուն ձևով է, երկու ինստիտուցիոնալ կուսակցություն է, դու չես կարող վերածվել ինստիտուցիոնալ կուսակցության, եթե դու մերժում ես ֆրակցիաները։ Եվ հենց մերժեցի ֆրակցիաները, դուք ունենաս փոքրիկ ոչ մրցունակ խմբակներ, կգա մի օլիգարխ, փողով շատ մարդ կընդունի աշխատանքի, ցույց կտա, որ ինքը մեծ հնարավորություններ ունի, եւ արդեն քեզ կհաղթի դրանով։ Երևի դրա համար էլ ունենք 100-ից ավել կուսակցություններ, որովհետեւ եթե այլ կարծիք ունես, մի այլ կուսակցությունում հնարավորություն չունես, ստիփած բացում ես կուսակցություն, որպես գուցուն այն է, որ այդ 100-ից ավել կուսակցությունները նույնիսկ 10 կարծիք չունեն։ Միացած, որովհետև կուսակցություն բացելը այդ կուր լինել այդքան գաղափարներին չի վերաբերում, գրեթե երբեք գաղափարին չի վերաբերում է շեֆին։ Հիմա եթե կարող ասենք լրիվ նույն կարծիքն ունեցող 4-5 հոգի լինեն, բայց ուզենան առանձին կուսակցություն ունենալ։ Ես հիշում եմ ինչպես ԱԺՄ-ն պարակվեց, այնտեղ կարծիք ունեցող ըստ էության չկար, դա Վազգեն Մանուկյանի կարծիքն էր։ Ղարաբաղ կոմիտեում էլ էր այդպես հիմնականում Վազգեն Մանուկյանի կարծիքն։ Բայց եղավ վեճ մի հարցում, իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի հարցում, Վազգենը չհասցրեց կողմնորոշվել, մի մասը ընդդիմադիր մնալու կողմնակից են, մի մասը համագործակցել, պառակտվեց, բայց այդ պառակտումը, որ սկսեց, արդեն այդ թևերի իրանց մեջ էլ պառակտվեցին, եւ ամեն մեկը արշակը իր համար կուսակցություն բացեց, Շավարշը իր համար կուսակցություն բացեց, այնտեղ չգիտեմ, մյուսներ են իշխանության հետ համագործակցողները իրանց համար կուսակցություն բացեցին եւ ԱԺՄ-ն բաժանվեց 7 մասի։ Այս երևույթն է, որ արդեն չի էլ ստեղծվում, որ հետո բաժավի, մի անգամից բաժանված են, ամեն մեկը գնում, կուսակցությունն է գրանցում, կնիկը գրպանը եւ որտեղ այդ մեխանիզմը, որտեղ կուսակցություն, որտեղ կարող ես գնալ ու մասնակցել ու քո տեսակետը առաջ տանել ու հետո այդ վերելակով բարձրանալ, ուղղակի չկա եւ ի սկզբանե մարդը հարթակ չկա։ Ամենակարևորը փոքր խմբերում նոր գաղափար չի կարող ծնվել։ Նույնիսկ եթե նրանցից մեկը իրան գուրու է համարում, շատ գաղափարական դեմք է համարում, դա ինքնախապեյություն է, թե իր մոտ ինքնախապեյություն է, թե կազմակերպության մյուս անդամները, որ ոգևորվել են նրա գաղափարներով, իրենց թվում է, որ այդ գաղափարը իրոք կա, իրենց թվում է, որ այդ գաղափարը լավն է, իրենց թվում է, որ այդ գաղափարը մրցունակ է, որովհետև իրանք այդ քննարկումը չեն ապրել, իրանք ընդհանրապես լսել են այդ գաղափարը շարադրողի մենախոսությունը, երբեք չեն տեսել նրան բանավեճի մեջ, երբեք չեն տեսել նրան ընդդիմախոսների հետ։ Դրա համար դա որակ գաղափարներ են։
թվում է որ այո, թվում է որ սխալական է, հետո մեկ էլ կյանքը փորձը ցույց է տալիս, որ վայ, էս ոնց ստացվեց, էս ինչի ստացվեց ու հիասթափությունը այդպես այդտեղ շատ են եւ այստեղ երկրորդ, այսպես ասած, ամենա պոպուլյար առարկությունը ինչպես վստահել հավանական այն թիմին, որին դու չես որոշել դու ընտրել ես մեկ ուրիշին, բայց արդյունքում ընտրվել է մեկ ուրիշը ու դու պիտի բացի այդ հանգամանքը հաշվի առնելով, որ ամեն դեպքում ինքը քո ընտրածնել չի, մի հատ էլ պետքա ինչի հաշվին հավատաս, որ ինքը կպահի իր խոստումը եւ կիրականացնի այն, ինչի շուրջ կոնսենսուսը ձևավորվել է, այլ չի գնա ու դառնա մենիշխան ու դարձնի ամեն ինչ միգնա, որով առաջնորդվում են Հայաստանում, կարծելով, թե ընտրված ներկայացուցիչը պարտավոր է կատարել քո պատվերը, քո պատվիրանը այն ինչ որ դու որոշել ես եւ քանի որ նա էլ դա ասել եւ խոստացել է որ անպայման պիտի կատարի, ուրեմն վերջ նա պարտավոր է կատարել։ Նախ որպես գաղտնիք ասեմ, ոչ ոք անգամ տեսականորեն ի վիճակի չի կատարել իր խոստումները, գրեթե ոչ մի խոստում։ Եթե դա շատ պարզունակ մի բան չի, նա գործնականում այդ խոստումը չի կարող կատարել, որովհետեւ այդ քննարկման փուլում բոլոր կոնկրետացումները, որոնք կարող են խոստման վերածվել, արդեն փաստացի կառավարման ժամանակ հայտնաբերված հանգամանքների ուժով ամբողջությամբ փոխվում են։ Ավելի լայն սպեկտրով տեսնում ես, որ այլ տվյալները տիրապետում եւ այս ամբողջ նախնական քննարկման իմաստն այն է, որ հայտնաբերվեն մարդիկ, ովքեր քննարկվող հարցերի վերաբերյալ կարողանում են adekvat որոշումներ կայացնել եւ համոզիչ ձևով դա ներկայացնել թիմակիցներին եւ ստանալ նրանց աջակցությունը։ Այդպիսի մարդկանց հայտնաբերումն է երաշխիքը այն բանի, որ վաղը, եթե նա ղեկավար դառնա, նոր ստեղծված հանգամանքներում, որոնք փոխվում են ոչ միայն այս պահին, երբ որ գնում ես տեսնում ես լիքը բան չգիտեիր, այլ նաև ամեն շաբաթ փոխվում են 5 տարվա ընթացքում, այդ նոր իրավիճակներում ինքը չէ կարող 3-4 տարի առաջ խոստանալ, որ այս իրավիճակում, որտեղ այդ իրավիճակը ոչ մեկին հարմար չէ, ուղղակի դա չկար։ Հետևաբար մենք ընտրում ենք մարդկանց, որոնք կարծես թե մեր նման են մտածում, բավական համոզիչ են, մեզնից լավ են ներկայացնում են ինչ որ մենք մտածում ենք, ինչի հետ որ մենք համաձայն ենք, եւ սա մեր մոտ կարող է որոշ վստահություն առաջացնել, որ հայտնվելով նոր իրավիճակներում այս մարդը հավանաբար դարձյալ կկայացնի մի որոշում, որը մենք էլ լինենք իր տեղը, կամ ինքներս էլ կկայացնենք, կամ ինքը մեզ կհամոզեր, որ այդպես ավելի ճիշտ է։ Հետևաբար այդ խոստումը կատարել, պահել խոստումը, դեպի ստորագրենք, որ գալու է իշխանության սա է անելու ծնելիություն մեծացնելու լու չես պայմանագիր ենք կնքում չգիտենք այդպեսի բանը հնարավոր չի եւ սա հենց երաշխիքն է այսինքն երբ որ մարդը քննարկումներով է անցնում բանավեճում հաղթում է բոլորի կողմից ընկալվում է որպես մրցունակ տեխնացու որպես իրենց գաղափարների արտադրիչ սա է երաշխիքը եւ անգամ եթե դա պարզվի մի սրիկա է հանճարեղ որը կարողացել է բոլորին մոլորեցնել եւ եկել է իշխանության ուրիշ բաներ անում Նախ դրա համար պետք է լինեն այլ օրենսդրական մեխանիզմներ, ընդհանուր մինչև impeachment-ը, օրինակի, չէ՞ որ ինքը դեռ ֆրակցիայով պետք է լինի եւ եթե բոլորին խաբել է, հավանաբար խաբել է նաեւ այդ падգամավորներին։ Սա մեկ, երկրորդը, եթե դա ինչ որ մի փոքր տարբերություն է, որ մենակ անձամբ դու դրա հետ համաձայն չես, բացարձակ ոչ ոք քեզ չի սահմանափակում, ոչ ոք չի ասում ինչու ես դու ես մարդուն ընտրել, որովհետեւ այս մի հարցում դու իր հետ համաձայն չեմ, ես մարդը ամեն մեկը իր ասացի եւ իր արածի պատասխանատուն է։ Եթե նա հուսախաբ արել կուսակիցներին, միակ մեխանիզմն այն է, որ հաջորդ անգամ նա պիտի չընտրվի։ Կամ այդ պահին նա կարող է, եթե այդ կուսակցությունը արտահերթ մեխանիզմներ ունի, հա, քաղաքական մարմինը փոխելու, այդ խնդիրը ծագեց, այդ խնդիրը պետք է այդպես լուծվի։ Նախնական պնդումը, որ այ մենք վախենում ենք մասնակցենք նախընտրության, որովհետև բավոր ընտրվեց մեկը, որը հետո մեզ կխաբի, սա անհեթեթ։ Այսինքն, քանի որ մեխանիզմի օգնությամբ չի ընտրվում միապետ, իրեն ցանկացած ժամանակ հենց իր թիմը կարա փոխի, եթե դա հիմնավոր անգամ եթե համարենք, որ միապետը ընտրվում,
Վերջ միապետը վերընտրվելու է, չէ՞, դա ժառանգական միապետ չի, եթե դա ժողովրդավարական համակարգ է։ Հետևաբար այդ որ ինքը պետք է վաղը մյուս օր նորից ընտրվի, արդեն իրեն էլ է սահմանափակում, որ ինքը չխաբի։ Որտեղ ինքը մի անգամ կարող է խաբել, հաջորդ անգամ արդեն չի կարողանա, չէ՞։ Հաջորդ անգամներն արդեն կկեղծի այդ։ Եթե կեղծելու հնարավորություն կա, բայց մենք խոսում ենք նախընտրության մասին, որը կարծես թե այդ հնարավորությունը չի տալիս։ Լավ, եւս մեկ, այսպես ասենք, առարկությունների ցանկից առարկություն, թե արդյոք չի վերացի այդ քննարկումները, բանավեճերը չի բերի թշնամանքի ավելի շատ, չէ՞ որ ի սկզբանե մարդիկ ավելի հակված էին իրար հետ համագործակցության, բայց բանավեճի պատճառով, իսկ մենք երևի չունենք այդ կուլտուրան բանավեճի ու դրա արդյունքում կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ մարդիկ, ովքեր պոտենցիալ կարող էին իրար հետ համագործակցել, մեկ էլ այդ իրավիճակից ելնելով դարձան ավելի հակառակ էֆեկտը ստացանք։ Այնպեսի տպավորություն է, որ այդ նման քննադատություն հնչեցողները կյանքում իրական բանավեճի չեն մասնակցել։ Ենթադրվում է, որ դժվար է եղել, չի եղել։ Ցանկացած բանավեճի միակ իմաստն այն է, որ դու քո նախնական պատկերացումներով մտնում ես խոսակցության մեջ եւ այդտեղից դուրս ես գալիս այլ պատկերացումներով։ Բանավեճի իմաստը հակառակորդին խեղճացնելը չի, հակառակորդին քո ճշմարտությունը հակառակորդի վզին փաթաթելը չի, նորմալ սինջուր լցել բաժակով բանավեճի իմաստը այդպեսի բանավեճեր ենք ասում։ Այն է, որ դու քննարկում ես ինչ-որ մի հարց եւ այդ հարցի վերաբերյալ քո նախնական տեսակետները, նախնական պատկերացումները փոխվում են։ Եթե քոնը չի փոխվում, դու ուղղակի համոզվում ես, առնվազն ստանում ես փորձառություն, ոնց ընդդիմախոսիդ ավելի լավ ներկայացնես այն տեսակետը, որը դու ի սկզբանե ուներ եւ հələ դեռ պահպանում ես։ Բանավեճից միշտ կողմերը օգուտով են դուրս գալիս։ Եթե դա բանավեճ չի, եթե դա հաղթելու համար, հա, մյուսին խեղճացնելու համար, այսպես ագրեսիվ գործողություն է, որ սրան պետք է սևացնեն, որպեսզի ես ընտրվեմ։ Մարդիկ մեծ մասը այդպես են պատկերացնում ներկուսակցական բանավեճը, ինչը այդպես չի կարող լինել։ Եթե դա այդպես սևացնելու փորձ է, դարձյալ բանավեճի ժամանակ բացահայտվում այդ սևացնելու փորձ կատարողը եւ ինքը հայտնվում է ոչ շահեկան վիճակում։ Ինչու՞ այդ նույն ձեր բերած օրինակը ամերիկյան պրայմերիզներում մենք տեսնում ենք հակա PR-ը, ինչպես են շարքից դուրս թողնում մյուս տեխնացուներին։ Հենց կուսակցության ներսի իրանց բաները։ Ամերիկյան պրայմերիզը դա հենց այդ հակամարտության բանն է, այստեղ իրանք միմյանց համոզելու բան չունեն, իրենք միմյանց պետքա սևացնեն, որովհետև անգամ իրանց կողմ փաստարկները իրանց օդքան օգուտ չեն տալիս, ինչքան դիմացինին հասցեագրված մեղադրանքները։ Նույնը ստեղ չի լինելու։ Համակարգում շատ կարևոր պահ կա։ Ստեղ մաժորիտար համակարգ չի, այսինքն երկու հոգի ռինգ չեն մտել, որ մեկը պետքա նոկաուտով դուրս գա, մյուսը չեմպիոն։ Չէ, ստեղ մեծ ցուցակ է եւ բանավեճերի մեծ մասի դեպքում ուղղակի մարդիկ հետևելով քեզ կարող է դնեն 2 տող վերև գրեն քո անունը կամ 3 տող ներքև։ Եվ դու միևնույնն է ընտրվես եւ դու միևնույնն է ընդդիմախոսիդ հետ մասնակցես ընտրության։ Երկրորդ հանգամանքը, որ շատ կարևոր է, այս մեծականակ տեխնացուներով ընտրության պարագային բոլորը չի որ լիդերության հավակնություն ունեն, հա, մենք իշխանության ձգտումներ ունեն, հետեւաբար հիմնականում որպես պարկեշտ են մասնակցում։ Կամ մյուս կարևոր հանգամանքը սրանով չի վերջանում մրցույթը, սա չեմպիոնական եզրափակիչը չի։ Այս կուսակցությունը պետք է հետո մասնակցի պետական ընտրությանը եւ քեզ նույնպես առաջնահերթորեն անհրաժեշտ է որ քո ցուցակի առաջնորդը որ այնտեղ հիմնական բանավեճերի բեռը իր վրա է վերցնելու կամ առաջնորդող երիակը չգիտեմ ովքեր էլի նույնպես լինեն իրոք մրցունակ, այսինքն դու անգամ կարող ես ասես չէ ավելի լավ է նա լինի քան թե ես, որովհետեւ այս մարդու առաջնորդությամբ մենք ավելի հաղթելու հնարավորություն ունենք։ Եթե նպատակը անձնական ամբիցիան չի։ Անձնական ամբիցիան չի, այս կառուցում քանդելը չի կամ չգիտեմ։ Եթե նպատակը դա է, դա էլ բանավեճի ժամանակ բացահայտվում է, որովհետև հնարավոր չի հակառակորդի վրա կեղծ շպրտել անհիմն բանավեճի ժամանակ։ Բոլորը տեսնում են, որ դա անհիմն է։ Հատկապես եթե դիմացինը շատ հիմնավոր պատասխանում է։ Հետևաբար անհիմն կեղծ շպրտելն էլ արդեն իմաստ չունի։ Որպես կանոն, ասենք ամերիկյան օրինակում մեղադրանքները վերաբերում են անցյալին։
Այ դու այս ժամանակ ես ինչ բան ես արել, եթե ես լինեի, այդպես չէի անի, հիմնական մեղադրական քրեական դեպքերին, հա, այ քո որդին, քո նախագահության ժամանակ կոռուպցիոներներ էսեր են։ Այս դեպքում այդ հարցերը ստեյության չկան, բայց կարան լինեն ինչպիսի հարցեր։ Ես նախկինների հետ համագործակցած կամ այսինքն նախկին կենսագրությամբ պայմանավորված պահեր։ Այսօր կա մի ազգային գործիչ, որը տարիներ շարունակ եղել է կոնգրեսի ակտիվ անդամ։ Թե ոնց է ինքը այդ երկուսը համատեղել կամ հիմա համատեղում, շատերի համար պարզ չի։ Ոմանց համար դա ընդունելի է, ոմանք համարում են, որ դա փորձ է ձեռք բերել, հա, վերջի մտել է եւ համոզվել է, որ դա սխալ էր, հիմա ճիշտ որոշում է կայացել։ Մյուսները կարող են ասեն, եղբայր, նախ դա սխալ չէ, դա սկզբունքորեն տարբեր բաներ էին։ Երկրորդը, այդ որ մի անգամ սխալվել ես, ով ասեց, որ երկրորդ անգամ չի սխալվի։ Հիմա այս մարդու համար այդպիսի հիշատակումները կարող են շատ ցավոտ լինել։ Բայց կներեք քաղաքականության մեջ դա նույնպես կարևոր է։ Եթե քո երեսին հակառակորդ կուսակցության ներկայացուցիչները կարող են նետել այդ մեղադրանքը, ավելի լավ այդ մեղադրանքը նախընտրության ժամանակ դու լսես, ավելի պատրաստացում ես։ Հասկանան, որ դրա տակից դուրս չես գալիս, քեզ չընտրեն, որպեսզի հետո դու այնտեղ չպարտվես։ Կամ դու դրա տակից դուրս գաս, համոզիչ ձևով բացատրես, որ դա իրականում մեղադրանք չի։ Ասենք, ես անսխալական մարդ չեմ, փորձառության օրինակ ինչ որ բացատրություն տաս, բայց համոզիչ տաս եւ սովորես պատասխանել այդ հարցին, երբ որ գնաս արդեն համապետական ընտրությունների ժամանակ եւ ինչ որ միտեղ բախվես այլ կուսակցության ներկայացուցիչներին, որոնք քեզ անխնա են ջարդել։ Հետևաբար նախընտրությունը այս առումով մարզանքի տիրույթ է։ Նախընտրությամբ անցած թեկնածուները էապես շահեկան վիճակում են լինելու ցանկացած այլ թեկնածուների համեմատ։ Եվ ամենակարևորը, եթե մենք նկատել ենք մեր բոլոր նախընտրական արշավների ժամանակ պետական, հիմնականում խոսում են առաջին դեմքերը։ Շատ հաստատեպավոր։ Այս դեպքում դու ունենում ես շատ երկար պահեստայինների նստարան, ունենում ես մի քանի հիմնական խոսացողներ, մի քանի երկրորդական խոսացողներ, եւ եթե անգամ սրանց բոլորին խաղից հանեմ, այդ պահեստային նստարանը կարծես թե չի էլ ավարտվում, որտեղ բոլորը անցել են այդ process-ով։ Ես տեղեկ եմ, որ բավականին երկար ժամանակ փորձել եք կազմակերպել այս նախընտրությունը, ըստ ձեզ դաշտում գործող գործիչների հետ ձեր շփումները նախորդ փորձերը ի՞նչն է հիմնական պատճառը, որ չի ստացվում այդ կազմակերպումը։ Դե սա մի նախագիծ է, որը մի անգամ է ստացվել, հա, ինքը այդպես չի, որ 10 անգամ մենք փորձել ենք, 3 անգամ պիտի ստացվեր, 7 անգամ չստացվեր։ Չէ, ինքը որ մի անգամ ստացվի, արդեն դրանից հետո մշտական մնալու է, ինքը չի կարող մի անգամ ստացվելուց հետո, հա, կարող է փոխվի, ինչ որ կատարելագործվի, բայց ինքը արդեն որպես երևույթ մշակութային կմնա։ Ինչու մինչև հիմա չի ստացվել։ Հիմնականը մեր քաղաքական դաշտի առանձնահատկություններն են, նախ պետական օրենսդրությամբ թելադրված խաղի կանոնները, երբ որ այդ խաղի կանոններով հենց այդ պետք է հաճախորդային տիպի կուսակցություն լինելը մի տեսակ մի առավելություն է տալիս քեզ։ Ձեր փորձը տեղակ են, որ հայկական ընտրությունը, այս նախընտրությունը բավականին երկար ժամանակ է փորձում եք իրականացնել, դաշտում առկա են բավականին շատ ձեր ասածով խմբակներ, այդ դաշտում գործող գործիչներ, ինչն է պատճառը, որ չի ստացվում նախընտրությունը մինչև այսօր։ Ամեն տարվա փորձը, երբ որ մենք դա առաջարկել ենք քաղաքական դաշտի ինչ որ հատվածի, գրեթե երբեք բոլորին միաժամանակ դա չի առաջարկվել, շատ կոնկրետ պատճառներ է ունեցել, եղել են նաև մեզնից անկախ հանգամանքներ, որ այդ պահին ոնց որ ուշադրությունը շեղվել է, ինչպես օրինակ 2017 թվականի ընտրություններից առաջ, երբ որ պատրաստվում ենք դա ներկայացնել, տեղի ունեցան ապրիլյան պատերազմից հետո այդ ՊՊՑ-ի պատմությունը, այնտեղ տարբեր այլ օրակարգեր էին գալի առաջ։ Կան առաջին պլան եւ մի տեսակ այս առաջարկությունը չհնչեց, անգամ մեր փորձը ոնց որ ինտեգրվել այդ այլ օրակարգերին եւ այնտեղ որ դա որպես լուծում առաջարկել չաշխատեց։ Եղել են շատ տարբեր առարկություններ։ Հատկանշական առարկություններից մեկն էր, երբ որ մի գաղափարական խմբակ, որը մի անգամ արդեն մասնակցել էր ընտրությանն, ասեց, որ չէ, մենք նախընտրում ենք մեր այս նեղ գաղափարախոսությամբ
պարբերաբար մասնակցենք եւ աստիճանաբար կշիռ հավաքենք։ Այսօր չենք մտնի խորհրդարան, վաղը մի կերպ կմտնենք, այն մյուս անգամ մի քիչ ազդեցիկ կլինենք, հետո կդառնանք գլխավոր ընդդիմություն, հետո կդառնանք իշխանություն, որպեսզի 25 տարի հետո այսպես կանք հասնենք իշխանության, մենք պետք է պահենք մեր իմիջը եւ չպետք է մասնակցենք նախընտրության նման ինչ-որ մի գործընթաց։ Մենք ուրիշ դեպքում, ասենք, մարդիկ, որոնք պատկերացնում են, որ հենց իրենք պետք է լինեն, կարող են կազմակերպել նախընտրությունը, բայց իրենք չեն կարող առաջադրվել։ Ասում են, դե չէ, ինչի կազմակերպենք, որ ինչ-որ ուրիշ մարդիկ ընտրվեն, երբ որ մենք ստեղ, չգիտեմ, անձնազոհ պայքար ենք մղել երկար ժամանակ, այսպիսի առարկություններ եղել են շատ տարբեր, բազմապիսի, երբեմն մեր առաջարկները վերցվել են, օրինակ նախնական առաջարկներից մեկը դա նախախորհրդարանի առաջարկությունն էր, որը ներկայացրեցինք ինչ-որ մի շրջանակ, որտեղ այլընտրանքային պետության գաղափարներ քննարկվում, որ այս պետությունը ոնց որ կոռումպացված է, ընտրությունները կեղծում են, պետք է ինչ-որ այլընտրանքային ինստիտուտներ սարքել, եւ մենք այդտեղ առաջարկեցինք այդ ինստիտուտները սկսել ձևավորել ընտրական գործընթացների հիման վրա եւ անունը դրեցինք նախախորհրդարան, այդ առաջարկը ներկայացրեցինք, եւ համապատասխան մարդիկ այդ անունը վերցրեցին, առաջարկը ոնց որ թափեցին մի կողմ։ Բայց ավելի ընդհանրական պատճառները մեր մոտ առկա մշակութային խնդիրներն են։ Հայաստանում կա շատ զզվելի հակակուսակցական քարոզչություն, ընդ որում մենք էլ ստեղ միայն պահ հիշատակեցինք 100-ից ավել կուսակցությունները, սա մի հատ մեծ սուտ է, որովհետև խոսքը գնում է ոչ կուսակցությունների մասին, այդ 100-ից ավել կուսակցական կնիկ ունեցողներ են, դրանցից ոչ մեկը բացարձակ ոչ մեկը կուսակցություն չի ըստ կուսակցություն երևույթի սահմանման։ Առավելևս դրանցից ոչ մեկը ինստիտուցիոնալ կուսակցություն չի, որտեղ կարելի է գալ գաղափարներով ինչ-որ առաջխաղացում ունենալ եւ դա ընդհանուր պետական քաղաքական համակարգի մի ենթակառուցվածք լինի։ Այսինքն ընտրական ենթահամակարգ տիպի կուսակցություն Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի։ Պարզապես կուսակցություն Հայաստանում կա այսպես 1.5 ոչ արդիական կուսակցություն։ Հետևաբար խոսել 100 կուսակցության մասին դա պարզապես գոյություն չի։ Կան տարբեր տեսակի հիվանդություններ, քաղաքականությամբ զբաղվել անբարոյականություն է, ֆոբիաներ են սրանք, չի կարելի զբաղվել քաղաքականությամբ, չի կարելի դառնալ կուսակցական, ինչու չի կարելի դառնալ կուսակցական, բա որ այդ կուսակցությունը սխալ բան անի ու ես էլ ամոթով մնամ։ Եղբայր, նույնիսկ եթե կուսակցությունը մի սխալ որոշում է կայացրել, չնայած եթե դու մեջն ես, այնպես արա որ չկայացրի, բայց նույնիսկ եթե սխալ որոշում է կայացրել, դա ոչ մի ձևով նրա առանձին անդամների պատասխանատվությունը չի, եթե նրանք դրան դեմ են եղել։ Վերկաց հրապարակային ասա սրա հետ համաձայն չեմ, վերջացավ քո պատասխանատվությունը։ Բայց կա ֆոբիա, բավոր այդպես մի բան լինի, բայց իմ 100 տարվա փայփայած թասիբը ոնց հիմա այդպես մի այսպես վատ փաստով։ Երբ որ դու խոսում ես քաղաքականության անբարոյականության մասին, այսպես մի պատասխան կա, որ քաղաքականությունը անբարոյականների համար։ Եթե բարոյական մարդկանց բանում քաղաքականությամբ, այն չի կարող անբարոյական լինել։ Եթե դուք չեք մասնակցում երկրի կառավարմանը չեք էլ փորձում մասնակցել, այլ կերպ ասած չեք զբաղվում քաղաքականությամբ, այսինքն հենց ինքներդ քաղաքական դաշտը նվիրել եք անբարոյականներին։ Կամ երևույթ էլի Հայաստանում շատ տարածված տեսակետ, որ քաղաքականությունը ինչ-որ պրոֆեսիոնալների գործն է, այսինքն ոնց որ ինչ-որ մեկը ՍՊ-ի է բացում, ներդրումն է կատարում, ինչ-որ մասնագիտություն, ինչ-որ մի արտադրանք է տալիս, հետո ստանում է դրա, այդպես էլ պետք է լինեն քաղաքական գործիչները, իրենք փող հավաքեն, իրենք ամեն ինչ կազմակերպեն, դա իրաց ներդրումն է, որպես պարգև կստանան պետական պաշտոնը, հետո ինչ կանեն, ներդրումա պիտի շահույթ ստանան, հա, արդեն դա արատավոր մոտեցում է, որովհետև քաղաքականությունը դա միշտ ժողովրդին ներկայացնելն է։ Եվ եթե քաղաքական գործիչը առաջադրված չի ժողովրդական շրջանակների կողմից, հանրության կողմից եթե առաջադրված չի, նա արդեն ըստ սահմանման քաղաքական գործիչ չի։ Դու չես կարող քաղաքական գործիչ լինես առևտրականի նման, ոնց որ ասենք մյուսներին ընկալես որպես քո հաճախորդները, որոնք պետք է գան քեզնից ինչ-որ ապրանք առնեն կամ
այդպես չի լինում քաղաքականության մեջ, կուսակցությունը դա բիզնես չի, որպես դրանով զբաղվեն ինչ-որ այդ ոլորտի պրոֆեսիոնալները, կուսակցությունը դա կազմակերպման ձև է, որով մենք բոլորս մասնակցում ենք մեր երկրի կառավարմանը, ուրեմն գալիս են հարցերը, դու ուզում ես մասնակցել երկրի կառավարմանը, թե ոչ, եթե ուզում ես, ապա ինչպես, եթե այո պատասխանեցիր, ինչպես հարցիդ պատասխանը քեզ բերում է ինչ-որ կազմակերպական ձևերի որոշմանը, տարբեր մարդկանց հետ համագործակցելուն, տարբեր մարդկանց, այդ թվում մարդկանց հետ, որոնք կարող է քեզ խաբեն, հետը տան համաձայն լինեն, տարբեր մարդկանց հետ ինչ-որ կոմպրոմիսների գալով, ինչ-որ ընտրական մեխանիզմների մասնակցելով, այլ տարբերակ գոյություն չունի։ Հայաստանում նաև գալիս էր այդ ընտրակեղծիքների ժամանակաշրջանում, երբ որ ասում էին, եթե դու մասնակցում ես պետական ընտրություններին, ապա լեգիտիմացնում ես կեղծարար իշխանությանը։ Դա կարելի է մի կերպ համաձայնվել այդ մտքի հետ, եթե մեր պետական ընտրությունները չունենային չկեղծվող հատված։ Իշխանությունները իրենց հասու ձևերով ձեռք էին բերում 60%-անոց մեծամասնություն, բայց այն 40%-ը, որը ընդդիմությանն էր մնում, այդ 40%-ը միշտ ընտրություն էր։ Անորակ ընտրություններ, առավելություն էին ստանում շատ փող ունեցող ինչ-որ շրջանակներ, նախկին իշխանություններն էին միշտ տեղ առաջատարները հաճախ լինում, բայց դա ընտրություն էր։ Օրինակ, ասենք նորից Ռաֆիկ Հովհաննիսյանի վրա օրինակը բերենք, երբ որ նա մեծ հաջողություն ունեցավ նախագահական ընտրություններից մեկի ժամանակ հավաքելով 38%, 38%, բոլոր մյուս ընդդիմադիրները, որոնք Ռաֆիկ Հովհաննիսյանին մեղադրում էին, որ դու մասնակցությամբ օրինականացնում ես Սերժի իշխանությունը, այդ հաջողությունից հետո գնում էին Ռաֆիկ Հովհաննիսյանի փեշերից կախված, խնդրում էին, որ նա առաջնորդեր հեղափոխությունը։ Այսինքն տեղի էր ունեցել ընդդիմության առաջնորդի ընտրություն, եւ բոլոր մարդիկ, ովքեր ուզում էին փողոցով իշխանափոխություն անել, գնում էին այդ առաջնորդին խնդրում էին, որ սիրելի առաջնորդ արի գլխավորի այդ հեղափոխությունը։ Եվ երբ որ այդ առաջնորդը գնաց աղոթելու, դու սրիկա դավաճան, բայց նա ոչ մեկին չէր դավաճանել, ոչ ոք նրան չէր օժանդակել այդ ընտրություններին, ավելին միշտ մեղադրում էին, բայց վերջում գնում էին խնդրում են։ Մենակ այս օրինակը ցույց է տալիս, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդի ընտրությունը տեղի էր ունենում պետական ընտրության ժամանակ։ Եվ եթե ինչ-որ մեկը հետո հետընտրական զարգացումներով փորձում էր իշխանափոխություն իրականացնել, դա կարողանում էր անել միայն այն դեպքում, եթե նախորդող ընտրությունների ժամանակ ինքը արդեն ինչ-որ չափով ապացուցել էր, որ հանրության ներկայացուցիչը ինքն է, առաջատար ներկայացուցիչը ինքն է։ Հետևաբար այդ ընտրությունները կեղծված են, հետևաբար մասնակցել չի կարելի, եկեք պետությունը փոխենք, սահմանը ոնց ես փոխելու, եթե դու նույնիսկ մի ընտրություն չես կարողանում մասնակցես եւ ուղղակի խորհրդարան մտնես, որ ամբիոն ունենաս։ Այսա նույնպես շատ խանգարում էր բոլոր այս ժամանակները։ Եվս մի խանգարող հանգամանք դա հայրենասիրության այլ ձևերով քո այդ հայրենասեր լինելու պահանջմունքի բավարարումն է եւ արդեն քաղաքականության համար հայրենասիրությունը չի բավականացնում։ Այսինքն ես, չգիտեմ, պատերազմի ժամանակ կամավոր գնացել մասնակցել եմ, ես Գինոսյանի հետ ազգային պարեր եմ ապրում, ես, չգիտեմ, Ոմայում կրակել եմ սովորել, Արմատ լաբորատորիայում երեխաներս ռոբոտաշինություն են սովորում, ես, չգիտեմ, ֆինանսավորում եմ ինչ-որ մի բարեգործական ծրագիր, ես սա, վերջ, ըսկան հայրենասիրություն եմ արել։ Իսկ քաղաքականությունը դա անբարոյականների գործն է։ Արդյունքում այդ քո ամբողջ աշխատանքը զրոյացվում է միայն այն բանի պատճառով, որ դու քաղաքականությունը նվիրել ես անբարոյականներին։ Եվ իսկապես մենք ենք նվիրել, նրանք չեն եկել։ Գործակալներ որպես չեն ներդրվել օտար երկրների կողմից։ Հիմա դրանք արդարացումներ են, չէ՞։ Այսինքն որպեսզի սեփական պատասխանատվությունից ազատվենք, մենք չենք մեղավորը, որ Նիկոլը ընտրվել է, ուրեմն Նիկոլը գործակալ է, Սորոսինն է, Ռուսինն է, այնտեղ չգիտեմ, Թուրքինն է, գործակալ է, թե չէ ոնց կարող գար իշխանության։ Շատ բարձ, իսկ ինչի պետք է չգար իշխանության։ Երբ որ դուք բոլորդ քաղաքականությամբ չեք զբաղվում, նա զբաղվում էր։ Եվ զբաղվում էր միայն քաղաքականությամբ, եւ ի վերջո բախտը բերեց, հա, Քաչնազարին նման եկավ, բայց այդպես է նրան ոչ ոք չներդրեց։ Եվ այս բոլոր ֆոբիաները, այս բոլոր խանգարող հանգամանքները իրականում այսօր կազմաքանդել են ազգային դաշտը, իսկ այն փոքր խմբակները, որոնք այնուամենայնիվ համարձակվում են ասել, որ
մենք քաղաքականություն ենք մտնում, սրանք այնքան անփորձ են այս ընդհանուր վիճակի պատճառով, որ իրենց թվում է, որ այսօր մեկը մի խելոք բան ասեց, կամ իրենց թված որ խելոք բան ասում, արդեն վերջ, էսա մենք գտել ենք ուղին, վերջ, այս մենք փոքր խմբակով բոլորը պետք է մեզ միանան, չէ՞ որ մենք գտել ենք ուղին։ Եղբայր, նախ պարզ չի դա ուղի է թե չէ, երկրորդը կարող է մեկ ուրիշ ուղի է գտել։ Մի հատ եկեք իրար հետ խոսացեք, եւ այստեղ մենք նորից հանդիպում ենք, բախվում ենք այս հարցին, նախորդ բոլոր առարկությունները որ կային, այս շրջանակներից հնչում են, որովհետև մոտները վաղ կա, բա որ մենք գանք ու մենք չընտրվենք։ Բա ես այսպիսի հեղինակավոր մարդ եմ, հարցազրույցներ եմ տալիս, բոլոր լրագրողները սիրահարված հայացքով նայում են, թե ինչ խելոք պատասխաններ եմ տալիս, բա որ մի բանավեճի ժամանակ մեկը գասի քո ինչ ասածը սխալ է։ Բայց դա պետք է լինի, առանց դրա ոչ մի արդյունք չի լինելու։ Ես վստահաբար կարող եմ ասել, այսօր առկա բոլոր քաղաքական առաջնորդները որ կան, որոնք ազգային դաշտում փորձում են ինչ-որ բաներ առաջարկել, միանշանակ կարելի է պնդել, որ բոլորի առաջարկածը օպտագույն, մեծագույն սխալներ են պարունակում, շատ անարդյունավետ է լինելու այդ ծրագիրը, անգամ եթե գան իշխանության եւ փորձեն իրականացնել, այդ առումով էլ անարդյունավետ լինելու։ Մի պարզ պատճառով դրանք չեն թրծվել քննարկումների մեջ։ Հենց որ բախվում են բանավեճի, վերջ, սա մեր կլիենտը չի, հաջողություն, մենք գնացինք փնտրելու մեկին, որը մեր հետ բոլոր համաձայն կլինի։ Եվ բոլոր այս պոտենցիալ ինքնահռչակ կուսակցապետերը, դրանց մեջ կան շատ խելոք գրագետ գործիչներ, որոնք նաև բավականաչափ հայրենասեր են, կամ ուղղակի հոգեկան հիվանդներ, կամ շատ ինքնահավան տպեր, սրանք բոլորը հավաքում են իրենց համակիրներին, ոչ մեկը չի փորձում հավաքել ընդդիմախոսի։ Հետևաբար արդեն իրենց կառուցվածքում ոչ մի ընդդիմախոսություն չի լինելու։ Երբեմն սխալվում են, սխալ մարդկանց վրա են խաղադրույք անում եւ հետո այդ սխալ մարդիկ ասենք ինչ որ ձեւով պարակտում են, բան են անում եւ սրանից ուրիշ մեղադրանք է գալիս, ինքնամեղադրանք, որ մարդիկ ամբիցիաներ դրսևորեցին։ Եվ սա կա միֆ, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Հայաստանում մեկ հատ ազգային դաշտը ներկայացնող վարչապետի տեխնացու չկա, որտեղ Հայաստանի ազգային դաշտը, քաղաքական դաշտի ազգային հատվածը իր վարչապետի տեխնացուին չի առաջադրել եւ պատճառներից մեկը որ չի առաջադրել, բոլոր այն մարդիկ, ովքեր արժանի էին այդ դերին, համեստություն են անում։ Քաղաքականությունը համարում են անբարոյական գործ, վախենում են, որ ռեսուրսներ չլինի, վախենում են, որ եւ տարբեր նման պատճառներով այդ մարդիկ խաղից դուրս են հայտնվում եւ հետեւաբար մենք կարող ենք հստակ ասել, որ Հայաստանում ուսակցություն չկա եւ ազգային դաշտին, քաղաքական դաշտի ազգային հատվածին միավորող ինստիտուցիոնալ կառույց չկա, որտեղից այնտեղ կարող է վարչապետ առաջադրվել։ Հետեւաբար սա է պատճառը, որ մենք ձախողվում ենք, որովհետեւ եթե դու կամավորական ջոկատ ես, պատրաստվում ես ապագա պատերազմին, դու պետք է առաջին հերթին լուծես գլխավոր հրամանատարի հարցը։ Եթե գլխավոր հրամանատարը քո համարած անբարոյական քաղաքականությամբ ընտրված անբարոյականն է, դու ինչքան էլ պատրաստված լինես այդ պատերազմին, դու արդեն այդ պատերազմը պարտվել ես։ Սա պետք է ոնց որ բոլորը հասկանան։ Սա է հիմնական խնդիրը, որ մենք բախվում ենք այս բոլոր ընտրությունների ժամանակ, բայց ինչ արած, պետք է ինչ-որ մի պահ դա հաղթահարվի, որովհետև այլ տարբերակ չկա, քան նախընտրությամբ տեխնացուների առաջադրումը եւ հանրության աջակցությամբ, հանրության մանդատով պետական ընտրություններին մասնակցելը, որովհետև մի վերջին բան կա, որ մարդիկ չեն հասկանում։ Պետական օրենքները այնպիսին են, որ երբ որ բոլորը կարող են ուղղակի մասնակցել ազգային ժողովի ընտրությանը, ինչա տեղի ունենա։ Տեսեք, գոյություն ունի եզրափակիչ, որին մասնակցում է իշխանությունը եւ ընդդիմության առաջնորդող ուժը, այսինքն քաղաքացիներ ասում են, այս սրանք կարող են հաղթել եւ այդ երկուսի միջև են ընտրություն կատարում, ուզում են իշխանությունը լինի, թե իշխանությունը ամեն ինչ անում է, որ այդ գլխավոր դերում ընդդիմության առաջնորդի դերում լինի իր համար հեշտ մարսելի ընդդիմություն, խոցելի ընդդիմություն։
Բայց կա այստեղ պայքար, եթե հայտնվի մեկ ուրիշ ընդդիմադիր ուժ, սրան գահանքեցանի, ինչը հաճախ լինում է հերթական ընտրությունը պարտվելուց հետո, ոնց որ մեկ ուրիշն է տեղը զբաղեցնում, նոր ձևաչափ, թեկուզ 5 մարդկանցով, ուրեմն գոյություն ունի փաստորեն ընդդիմության կիսաեզրափակիչ, թե ով պետք է լինի ընդդիմության առաջնորդը։ Եվ եթե պայմանական համարենք, ազգային, ապազգային ընդդիմություններ կան, շատ պայմանական ձևակերպում են տալիս, իսկ ով պետք է ներկայացնի ազգային ընդդիմությանը այս ձևաչափում։ Ուրեմն պետք է գոյություն ունի քաղաքական դաշտի ազգային հատվածում մի հատ քառորդ եզրափակիչ։ Նախընտրությունը այդ քառորդ եզրափակիչն է, որտեղ դու մասնակցելով ձևավորում ես այն հզոր հավաքականը, որը կիսաեզրափակիչում հաղթելու է ապազգային ընդդիմադիրներին, եւ հետո էլ կարողանալու է եզրափակիչում հաղթել իշխանությանը։ Բայց երբ որ այս փոքր խմբակները փոխանակ քառորդ եզրափակիչին մասնակցելու, միանգամից վազում են ազգային ժողովում մասնակցելու եզրափակիչին, որտեղ կան շատ հզոր խաղացողներ, իսկ իրանք լուսանցքային խմբակներ են, պարտությունը անխուսափելի է։ Հետևաբար այստեղ ամբիցիաների հարց չի, այստեղ ֆոբիաները հաղթահարելու հարցը բոլոր այս քաղաքական խմբակների համար, որ կարողանան միավորվեն, որովհետև պետք է միավորվեն ոչ թե առաջնորդները, որտեղ միավորում անհնարին, ինչ առևտուր էլ անես, միավորում պայմանագիր կամ չի լինելու կամ փխրուն է լինելու առաջին փորձությունից քանդվելու է։ Պետք է միավորել ընտրազանգվածին։ Եթե կարողանում են կազմակերպել նախընտրություն մեծ թվով ընտրողների մասնակցությամբ, այդ աջակցությունը ստանալու համար պետք է պայքարեն բոլոր նրանք, ովքեր որ կարող են վիճել, կարող են իրար անհամաձայն լինել ի վերջո այդ քննարկումների արդյունքում ծնվելու է ճշմարտություն եւ ճշմարիտ առաջնորդներ։ Այստեղ երևի շատ կարևոր դերակատարություն ունեք նաև դուք, հարգելի ընտրողներ, ձեր պահանջներով բոլոր այն տեխնացուների, բոլոր այն խմբակների, ինչպես նշում է պարոն Աղայանը, առաջ տնելով պայման, ինչու չեք մասնակցում, ինչու չեք անցնում այդ կիսաեզրափակիչները, որպեսզի մենք բոլորս ունենանք հնարավորություն ձևավորելու այն թիմը, այն ուժը, որը ի վիճակի կլինի լուրջ պայքար մղել իշխանության համար, իշխանափոխության համար։ Միայնակ գայլերի ժամանակ ինձ թվում է վաղուց վերջացել է եւ մենք ուզած չուզած պետք է գնանք այդ համախմբման տարբերակին, այդ միավորման տարբերակին, մենք փորձեցինք անդրադառնալ այն բոլոր առարկություններին, որոնք դուք ներկայացրել եք, եթե դուք ունեք այլ առարկություններ կամ ճիշտ հակառակը, ունեք հիմնավորումներ, որոնք կպնդեն, որ նախընտրությունը իրականում չի աշխատելու, իրականում պետք չի, կա այլ ավելի լավ ձևաչափ, դա էլ ենք պատրաստ լսել ձեզանից, եւ եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան այս ֆորմատով որպես հյուր կամ որպես բանավիճող փորձեն ներկայացնել մեկ այլ ֆորմատ, մեկ այլ տեսակետ կամ հենց հրապարակային բանավեճի միջոցով փորձեն ապացուցել, որ ունի թերություններ նախընտրությունը, իդեպ որքանով տեղյակ եմ բաց ֆորմատ, այսինքն եթե կհայտնաբերվի այդպիսի մի առաջարկ, որ ավելի կլավացնի նախընտրությունը, պատրաստ ենք միանշանակ այդ փոփոխություններին, սպասում ենք ձեր առաջարկություններին, առարկություններին եւ այլ կարծիքներին, շնորհակալություն, որ մեր հետ եք, եւս մեկ անգամ ցտեսություն։